Հանուն Հորի և Որդու և Ոգուի Սրբո, ամեն։ Առավոտյան ժամը 9 էր և Սուրբ Հոգին իջավ առաքյալների վրա։ Միատեղ և միահավաք էին առաքյալները, յուղաբեր կանայք, Սուրբ Աստվածածինը, Տիրոջ հետևորդները վերնատանը հավաքված էին։ Վերնատունը գտնվում էր Երուսաղեմում և հանկարծակի մի ձայն լսվեց, հողմից եկող հզոր մի ձայն, և Սուրբ Հոգին հրեղեն լեզուների տեսքով իջավ առաքյալների վրա։ Նրանք սկսեցին տարբեր լեզուներով խոսել և Երուսաղեմում հավաքված ամբողջ բազմությունը լսում էր, թե ինչպես են նրանք իրենց հայրենի բարբառներով խոսում, որ մանկությունից լսել էին ու սովորել և զարմանում էին, թե այս ինչ հրաշք է։ Մենք աշխարհի տարբեր վայրից եկել հավաքվել ենք Պենտեկոստոյի տոնին Երուսաղեմում Տիրոջը զոհեր մատուցելու և տեսնում ենք, որ այս անուս առաքյալները, ձկնոցները խոսում են մեր հայրենի բարբառներով, որ մանկությունից լսել ենք և սովորել ենք։ Այս ինչ մեծ հրաշք է։ Միթե հարբած են այս մարդիկ։ Եվ բացեց Բերյանը իր Պետրոս առաքյալը ասաց. առավոտյան ժամը 9 է, հարբած չեն։ Այլ սա կատարվեց մարգարեությունը, Սուրբ Հոգին պետք է իջնի, լցնի ձեր զավակներին։ Ժամը 9 խորհրդական ժամ է։ Այդ ժամին Ադամը ստեղծվեց, այդ ժամին Սուրբ Հոգու շնորհներով լցվեց, բայց նույն ժամին էլ կորցրեց։ Եվ մեր Տերը նույն ժամին Սուրբ Հոգին իջեցրեց մեզ վրա Ադամորդիների, Եվայի դուստրերի, որպեսզի նույն Ադամի կորցված 7 արքյան շնորհները ու պարգևները մենք ստանանք վերստին, Քրիստոսով ստանանք։ Սուրբ Հոգու պարգևն ու շնորհն է սա, որ իջավ նույն առավոտյան ժամը 9-ին առաքյալների վրա։ Այդ ժամին արեգակը ծագում է և լուսավորում է մարդկանց սրտերը։ Այդպես էլ արդարության արեգակը մեր Տերը Հիսուս Քրիստոս ծագեց մեր սրտերում և Սուրբ Հոգու շնորհը առավոտյան ժամը 9-ին պարգևեց առաքյալներին։ Ձայն եկավ, ինչու, որպեսզի արթնացնի մարդկանց, որտեղ մենք շատ անգամ թմրում ենք, մենք քնում ենք, ընդարվանում ենք և կարծես մի աղաղակ պետք է լինի, մի ձայն պետք է լինի, որ մեզ արթնացնի քնի։ Այդպես էլ նախ հողմի ձայն եղավ և առաքյալներին թմբիրից արթնացրեց ու անմիջապես Սուրբ Հոգին իջավ նրանց վրա, կրակի հրեղեն լեզուների տեսքով, որպեսզի այրի, մաքրի մեր հոգու, մեր մտքի, մեր սրտի, մեր մարմնի ախտը, որտեղ նախ մեր անոթը պետք է մաքրվի, սրբվի Սուրբ Հոգու կրակով և այնուհետև աստվածային շնորհն ու պարգևը պետք է իջնի մեզ վրա։ Այդպես էլ առաքյալները Սուրբ Հոգու կրակով մաքրվեցին, թրծվեցին, ինչպես ոսկին է կրակի մեջ բովում, մաքրվում, այնուհետև դառնում է ընտիր անոթ։ Այդպես էլ առաքյալները Սուրբ Հոգու կրակով մաքրվեցին, թրծվեցին և դարձան Սուրբ Հոգու ընտրյալ անոթներ։ Լեզուների տեսքով իջավ և բոլորը սկսեցին տարբեր լեզուներով խոսել։ Այսպիսի մի դեպք, մի իրադարձություն շատ տարիներ առաջ էր եղել, Բաբելոնի աշտարակաշինության ժամանակ։ Բոլոր ազգերն ու ժողովուրդները հավաքվել էին, մի բարձր աշտարակ էին կառուցել, որպեսզի հասնեն Բարձրյալին, բայց այս մտահղացումը չար էր և Աստված քանդեց Բաբելոնի աշտարակը։ Մինչ այդ բոլորը մեկ լեզվով էին խոսում և հող միջավ երկնքից
քանդեց աշտարակը, մարդկանց լեզուները բաժանեց, եւ մարդիկ միմյանց այլևս չէին հասկանում։ Եթե մինչ այդ մեկ լեզուով էին խոսում, ապա դրանից հետո սկսեցին 72 ազգերի բաժանվել, 72 լեզուներով խոսել։ Եվ այսօր մեր Տերը Հիսուս Քրիստոս Սուրբ Հոգու աշտարակն է կառուցել։ Խաչի միջոցով մենք միավորվում ենք, որտեղ բաժանված 72 լեզուները Սուրբ Հոգով միավորվեցին։ Եթե մինչ այդ ազգերն ու ժողովուրդները իրար չհասկացան, ապա այսօր Սուրբ Հոգու էջքով հասկացան իրար։ Լսեցին տարբեր լեզուների մեկ բարբառը, ինչպես Գրիգոր Նյուսացին է ասում, թե առաքյալը մեկ լեզվով խոսում էր, ներկաները իրենց լեզուներով լսում էին ու հասկանում էին։ Այսպիսին էր Սուրբ Հոգու շնորհը, որ տարբեր ազգեր, տարբեր լեզուներ միավորեց եւ մեկ դարձեց։ Եթե մինչ այդ բաժանվել էին, ապա Սուրբ Հոգով միավորվեցին եւ մեկ դարձան։ Սուրբ Հոգու կրակը իջավ եւ նրանք լցվեցին Աստվածային այս Սուրբ Հոգով։ Եվ այսօր Սուրբ Հոգին գործում է եկեղեցու մեջ։ Հոգեգալստից սկսած եկեղեցին առաջնորդում է Սուրբ Հոգին։ Ինչպես Սուրբ Մկրտության ավազանից։ Մենք Սուրբ Հոգով ենք ծնվում, երկնքի արքայության որդեգիր ենք դառնում Քրիստոսին ժառանգակից եւ Սուրբ Հոգու տաճար։ Սուրբ Հոգին է իջնում Սուրբ Սեղանին եւ սրբագործվում է Տիրոջ մարմինն ու արյունը, դառնում է Քրիստոսի մարմինն ու արյունը։ Սուրբ Հոգով ենք մենք դրոշվում, մեր ճակատին Սուրբ Միրոնն է դրոշվում, որ Սուրբ Հոգու խորհրդանիշն է, եւ մենք Սուրբ Հոգու տաճար ենք դառնում։ Աստված է իջնում, բնակվում մեր մեջ, ինչպես ժամանակին իջավ ու բնակվեց առաքյալների մեջ։ Իջավ Վերնատանը Երուսաղեմում, որ նշանակում է խաղաղություն։ Նրանք, ովքեր փափագում են մտքի սրտի հոգու խաղաղություն ունենալ, հավաքվում են Վերնատանը, Վերնատան այսօր Սուրբ եկեղեցին է, ապա նրանց մեջ իջնում է Սուրբ Հոգու շնորհը, ովքեր խաղաղարար են, ովքեր Վերնատանն են հավաքված, որտեղ Տիրոջ մարմինն ու արյունն է պատարակվում, ապա նրանց վրա իջնում է Սուրբ Հոգին։ Այսօր Սուրբ Հոգու տոնախմբության վերջին 7-րդ օրն է։ Սուրբ Հոգին մենք 7 օր ենք տնում, որովհետև Սուրբ Հոգու 7 արփյան շնորհներով ենք զարդարվում։ Սուրբ Հոգին է կատարվում եկեղեցու 7 խորհուրդները եւ ամեն օրեք 7 պարգևներ են բաշխվում առաքյալներին եւ առաքելական եկեղեցու հետևորդներին։ Թող այսօրվա 7 արփյան շնորհները եւս իջնեն մեզ վրա, որ տոնախմբում ենք Սուրբ Հոգու 7-րդ տոնախմբության օրը։ Ամեն։